Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ռադիոհայի ուղիղ եթերում հայակարծիք ծրագիրն է, մեզ լսում եք նաև style-media.am կայքում առցանց տարբերակով, իսկ Շիրակի մարզում FM 106 և 6 տիրույթում։ Նախընտրական քարոզչության շրջանում ռադիոհայը ընձեռում է հնարավորություն, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը, որոնք հավակնում են ստանձնել մեր քաղաքի ղեկավարությունը, հնարավորություն ունենան իրենց ծրագրեր ու մոտեցումները ներկայացնել մեր եթերում։ Եվ թերևս սա է պատճառը, որ մեր տաղավարում հյուրընկալում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք ընդգրկված են համամասնական ցուցակում։ Այսօր տաղավարում իմ զրուցակիցը կլինի Հույդա համամասնական ցուցակի ներկայացուցիչ Արան Աղշկարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ողջունել ձեզ եւ ինչպես նշեցի արդեն, մենք հնարավորություն ունենք այս տաղավարից ներկայացնելու այն ծրագրերը ու այն մոտեցումները եւ հավակնությունները, որով Հույդան փորձում է ստանձնել քաղաքի ղեկը։ Պարոն Աղշկարյան, քաղաքում ձեզ գիտեն տարբեր ծրագրերի, մշակույթերի հայրենասիրությանն ուղղված այն բնագավառում եւ դուք ձեր գործունեությամբ, ակտիվ հասարակական գործունեությամբ մշտապես աչքի եք ընկել։ Ինչ եք կարծում այս հատկանիշները կարևոր են ընդգրկվելու համար ավականու կազմում եւ ինչ է պակասում այսօրվա գործող ավականուն ու որ բացն եք դուք գալիս լրացնելու։ Այսօրվա ավականին իր կազմի մեջ, իր խորքի մեջ այդքան էլ կազմակերպված չէ գոնե գրական, մշակութային արժեքները պահպանման, այդ արժեհամակարգի պահպանման խնդրով, սա մենք գիտենք անցած տարիներին պարզապես երեք իմ գործընկերներից մեկը, տեխնազուներից մեկը ասեց, թե հիշում ենք, որ ժամանակին ասենք մի շիշ օղիով եւ մի հաց ու պանիրով ձայն էին հավաքում մարդիկ, այդ կարգավիճակից դուրս գալու խնդիրը ունենք եւ մենք այսօր դրա համար պատահական չէ, որ կոնկրետ Հույդա համամասնական ցուցակը կառուցել ենք այս կարգասի վրա։ Ես ինքս որպես երիտասարդ, որպես քաղաքի մարդ, որպես այս հոգսերով տառապող, տանջվող ժողովրդի կողքին մշտապես լինող անձնավորություն, մտածում եմ, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ պիտի լինի իմ նման։ Եվ ես դրա համար իմ փորձը անընդհատ ցանկանում եմ փոխանցել եւ իմ հասակակիցներին, եւ ինձանից փոքրերին, եւ ինձանից մեծերին։ Հայրենասիրությունը զուտ գաղափարախոսություն չէ, դա ինձ համար ապրելակերպ է եւ կցանկանայի, որ այս ապրելակերպը դառնար մշտական բոլորիս համար եւ դրա համար ես հիմի ցանկանում եմ լինել ավականու կազմում միայն այն այսպես նկատառումներ ունենալով, որովհետեւ կարողանամ երիտասարդներին իմ շուրջը համախմբել եւ բոլորի հետ աշխատել այս հողի ըստ աշտի վրա։ Կարևոր մեկ հանգամանք մենք հաշվի առնենք, որ Հույդա ցուցակում առավելապես ներգրաված են այն մարդիկ, ովքեր քաղաքի մտավորական խավն են կազմում։ Արդյոք սա է շեշտադրումը, չգիտեմ, նկատելով այն հանգամանքը, որ միգուցե այսօրվա գործող ավականիում մտավորականները ավելի քիչ տոկոս են կազմում։ Տեսեք, ուրեմն իհարկե ցանկալի է յուրաքանչյուր ժողովուրդ, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր քաղաք ունենա, ասենք, իր մեջից դուրս եկած մի կորիզ, որը կկարողանա ժողովրդի հարցերն ու հոգսերը կարգավորել, ուրեմն խելացի դաշտի մեջ կարելի այսպես ձևակերպել միտքս, այսինքն բոլոր ճյուղերում ունենա իր տեխնազուները, իր մտավորականները, իր ուղեղները եւ պատահական չէր իսկապես սա մենք հատուկ արեցինք այս շեշտադրումը ուրեմն այս ուղղության վրա, որովհետեւ կարողանանք բոլոր հարթակներում ունենալ մեր մասնագետին։ Եվ փառք Աստծո, պիտի ասեմ, որ կարծես թե հաջողվեց մեզ եւ շատ կարճ ժամանակահատվածում ու շատ կարճ ժամանակամիջոցում կարողացանք գտնել մարդկանց, ովքեր որ կկարողանան տիրապետել ընդհանրապես այս դաշտին։ Տեսեք, մեր ցուցակում ուրեմն ոչ բոլորն են կուսակցականներ եւ սա ընդունելի է, որովհետեւ ի վերջո ենթադրենք օրինակի համար, եթե մենք չունենք երկրաբան քաղաքագետ, քաղաքաշինության ոլորտում աշխատող, ստիպված պիտի կանչենք դրսից, իսկ ով է ասել, որ ասենք դրսի մասնագետը, եթե կուսակցական չէ, ուրեմն իրավունք չունի քաղաքի հարցերով ու հոգսերով ուրեմն մտածելու, տանջվելու, մեզ հետ միասին աշխատելու։ Այսինքն դուք այս պարագայում գնահատում եք մարդու արհեստավարժությունը, հա, պրոֆեսիոնալիզմը, այլ ոչ թե կուսակցական պատկանելիությունը։ Բնականաբար, որովհետև ի վերջո մենք բոլորս էլ նույն քաղաքից ենք եւ բոլորիս միտքն էլ նույնն է։ Այսինքն դուրս բերել քաղաքը այս թմբիրից։
մի քիչ ծիծաղ տանք Գյումրին, մի քիչ ուրախություն տանք Գյումրին։ Ամենապրիմիտիվ բանն եմ ուզում ասել, նկատել եք վերջի շրջանում փողոցների վերականգնումից անմիջապես հետո ինչ է տեղի ունենում։ Հարսանիքներից մի քիչ են տարբերվում այդ ուրախության տենդենսները, հասկանում ես, այսինքն սա ինձ համար կոնկրետ ընդունելի չէ ինչ առումով, որովհետև Հայաստանի Հանրապետության տարբեր աշխարհի բոլոր երկրների համանդրությունների մեջ նա ամրագրված է, որ քաղաքացին իրավունք ունի ապրելու բարեկեցիկ երկրում, բարեկեցիկ քաղաքում, բարեկեցիկ տիրույթում։ Այսօր փողոց վերանորոգելը, վերակառուցելը, վերաշինելը այդ համանդրության կետերից մեկն է, այսինքն իշխանությունը, պետությունը պարտավոր է սա անելու։ Այսինքն մեր քաղաքի իշխանությունները իրենց գրպաններից չկառուցեցին այդ փողոցը, որ ասենք տեսեք, չեղած տեղից բերեցին ինչ-որ բան արեցին, հալալ է, ապրի ինքը եւ այլն եւ այլն։ Սա է, այսինքն մենք այնքան ենք արդեն այսպես այդ կարելի ասել տխրության մեջ ապրել, որ այսօր սովորական ամենասդից, ամենափոքր բանից ազգովի ուրախանում ենք, քաղաքով ուրախանում։ Այսինքն այն գործառույթները, որոնք իրականում թիմի լիազորությունների ներքո են եւ որպես տեղական ինքնակառավարման մարմին պետք է իրականացնել, ժողովուրդը ընդունում է որպես մեկ փաստ եւ ինչպես դուք նշեցիք շատ հաճախ այն ասֆալտապատումը, փողոցաշինական, այսինքն այն գործառույթները, որը ունի իր մեջ թիմը, ճիշտ է դրանով չի եզրափակվում, դա էլ նկատենք, բայց մենք ընդունում ենք որպես իրադարձություն։ Ես համաձայն եմ այս առումով ձեզ հետ, բայց իմ հարցը այսպես ձևակերպեմ։ Տեսեք, խոսում ենք ասֆալտապատումից, կանաչապատումից, լուսավորությունից, բայց տեղական ինքնակառավարման մանրինների մասին օրենքը այսքանով չի սահմանափակում այն լիազորությունների շրջանակը, որը թիմը ունի։ Իրականության մեջ թիմը ունի ավելի լայն գործառույթներ, լայն մեխանիզմներ եւ լծակներ, որոնցով կարող է ազդեցություն ունենալ անգամ հանրապետական մասշտաբի իշխանությունների վրա, այսինքն տարածքային կառավարման մարմինների վրա, որոշակիորեն ազդեցություն ունենա ազգային ժողովի վրա, այսինքն այս դեպքում նպաստի օրենսդրական փոփոխություններին։ Այս առումով ինչքանով է առաջ աչքի ընկել գործող թիմը ու դուք արդյոք կարողանաք լրացնել այս բացը։ Տեսեք, գործող թիմի ումն ավագանու ցանկի ընդանուր բանը կազմը անում է այսօր այն ինչ պահի տակ թելադրում է, ասենք, իրենց ղեկավարը։ Սա նորից եմ կրկնում, գիտակցապես ղեկավարը նկատի ունեք համայնքի ղեկավարը։ Համայնքի ղեկավարը, որն ըստ էության ավագանու ղեկավարը պետք է չլինի։ Պետք է չլիներ։ Բայց խնդիրը հետևյալի մեջ է, եթե որոշում է կայացվում վերևից, ավելի վերևից, ենթադրենք հանրապետության գլխից, որ քաղաքի տիրույթում պիտի, ասենք, կատարվի այս-ինչ գործողությունը, փոխանցվում է քաղաքապետին, քաղաքապետը փոխանակ ներկայացնի քննարկման եւ դրա արդյունքում նաեւ համաժողովրդական քննարկում տեղի ունենա, այսինքն քաղաքի մասշտաբով, իրենք միանգամից կարծես թե պարտադրում են թիմ, այսինքն արդեն իշխանությանը, որ հարցը պիտի քվեարկվի դրական կամ բացասական առումներով։ Այսինքն այսօրվա մեր ավականին չունի այդքան պոտենցիալ մտածելակերպի առումով, որովհետև ես վստահ եմ, որ այստեղ բոլորը կորցնելու բան ունեն եւ այդ ամեն ինչը որպեսզի տեղի չունենա, ստիպված որոշումը ըստ նպատակային կատարում են ղեկավարի։ Եվ այստեղ մեկ հարց եւս, տեսեք, Հայաստանում համատարած տեղի են ունենում կադրային փոփոխություններ, ասում են որակական փոփոխությունների պետք է բերվեն, եւ շատ է շրջանառվում այն հանգամանքը, որ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում, այլ նաեւ ազգային ժողովում մտայնություն կա, որ այդ փոփոխությունները կարող են իսկապես խնդիր ստեղծել, մեկ կողմից ձեռբազատվել ավանդական դարձած ներկայացուցիչներ, որոնք դիմում են ազգային ժողովում են եւ վերել նոր դեմքեր, որոնք ավելի միգուցե հավակնոտ կլինեն, ավելի գրագետ, ավելի երիտասարդ, այս փոփոխությունների տենդենսը միտումը նկատվում է նաև Գյումրիում։ Գոնե եթե մենք նկատենք ավագանու կազմում բոլոր կուսակցությունների կողմից, իսկապես կան ներգրաված նոր դեմքեր, հատկապես եթե ուշադրություն դարձնենք առաջին համարներին, այս առումով որպես լրագրող կարող եմ նկատել, որ իսկապես աննախադեպ է։ Բայց այստեղ մեկ հարց էլ է ծագում, արդյոք այն մարդիկ, ովքեր լավ, չգիտեմ, հասարակական գործիչներ են, լրագրողներ են,
բժիշկներ են, չգիտեմ, մշակույթի ոլորտից են, բայց չունեն կառավարման փորձ եւ հմտություններ, որոնք միգուցե հարկավոր են ավագանում։ Արդյոք այս դեպքում մենք այդ բացը չենք ունենա։ Գիտեք, ես չգիտեմ ինչի մտածում եմ այսպես, որ ամեն դեպքում ձեռքն է ձեռք լվանալու։ Եթե ես շատ լավ մասնակետ եմ, օրինակ եմ ասում, մշակութային առումով եւ քաղաքական առումով հում եմ, բնականաբար ինչ-որ մեկը ինձ պետք է կողքից, որ կարողանա իմ այս բացը լրացնելու, այսինքն տեսեք ոչ բոլորն են, չէ, ասենք մտավորականներ, ոչ բոլորն են մշակութային գործիչներ, ոչ բոլորն են, չգիտեմ, բայց ստեղ խնդիրը հետեւյալի մեջ է, որ կուսակցությունները հենց քաղաքական կուսակցությունն ինչի համար է քաղաքական կուսակցություն, որովհետեւ ինքը կազմի ունենա ֆրակցիան կարողանա հարաբերվել իր թե տեղական, թե վերնախավի կուսակցության հետ, որոշումը փոխանցեն իրենց ներքին դաշտ, քննարկեն կան եզրահանգման որոշակի կերպով, դրական կամ բացասական, այդ քննարկումը տեղափոխեն, ասենք, թիմ շրջանակներ։ Հասկանում եք, այսինքն, այստեղ շատ կարևոր է կուսակցությունների արդեն ղեկավարման այդ կառույցների դերը, ենթադրենք քաղաքային, մարզային եւ հանրապետական մասշտաբի եւ վստահ եմ, որ այո, եթե ֆրակցիա գոյություն ունենա, կունենա նաեւ քաղաքական առումով որոշակի առաջխաղացում, այսինքն այս հարցը այստեղ փակում է։ Ես հասկանում եմ, դուք ինչ եք ասում, դաշնակցությունը դեռ տարիներ առաջ նախորդ սահմանադրական փոփոխությունների ժամանակ առաջ էր քաշում համամասնական ցուցակների ինտրակարգի հարցը։ Մենք ամենասկզբից էինք առաջ քաշում։ Ես հիշում եմ, որ դաշնակցության հիմնական թեզերի մեջ էր կառավարման համակարգի անցումային փուլում եւ թերևս սա այն է, ինչ դուք ուզում եք։ Այսինքն քաղաքական ուժը այս դեպքում ստանձնում է պարտավորություն եւ այդ բեռը պատրաստ է գրել իր ուսերին։ Բայց այստեղ եւս մեկ հարցի մենք փորձենք անդրադառնալ։ Տեսեք, դուք նշում եք, որ ֆրակցիայի ձևավորումը եւ քաղաքական ուժի այդ բեռը ստանձնումը կարողանա այդ պարտավորությունների շրջանակը որոշակիորեն կրել իր վրա։ Բայց եթե մենք ունենք քաղաքում այնպիսի ծառացած խնդիրներ, որոնք անգամ որևէ քաղաքական ուժ իզորու չէ լուծել միայնակ։ Արդյոք դուք այս համատեքստում տեսնում եք համագործակցություն, այսօր դուք կոալիցիայի մեջ եք հանրապետական կուսակցության հետ ու միգուցե այստեղ տեղի ունենա շահերի բախում։ Ինչ գործելավոճ է այս դեպքում որդեգրելու հույդա։ Այս պահին ես մի բան հիշեցի, մեր շատ տարիներ առաջ այսպեսի մի խոսք ունեինք, դաշնակցականներս կոնե մենք ինքներս մեր մեջ ասում էինք թեկուզ կադագի առումով կարող է լինի, բայց ինքը այդպես էր, ասում էինք, եթե Սադանան էլ հայ ազգի համար լավ գործանի, մենք իր հետ ենք համագործակցել։ Սա ուղղակի ասեցի եւ հիմի ասեմ հետեւյալ կերպ. այո, պատրաստ ենք բոլոր նրանց հետ, ովքեր որ կփորձեն քաղաքի մատից փուշ անել եւ քաղաքի հոգսերը հավասարաչափ մեր հետ միասին տանել ու կիսել եւ լուծում տալ, մենք պատրաստ ենք բոլորին էլ գնալ համագործակցության։ Պարզապես այստեղ խնդիրը այն է, որ այսօր չգիտես ինչու անընդհատ ամեն մեկը իր ծրագիրը, նայեք, բոլորի ծրագրերն շատ լավն են։ Բոլորն էլ ինչ-որ կերպով ուզում են այս քաղաքը ինչ-որ բանից դուրս հանել։ Բայց կա լուծման տարբերակներ, այստեղ պիտի նայենք կուսակցական ուրեմն կազմակերպությանը, արդյոք ինքը այդ պոտենցիալը ունի, թեկուզ եւ ֆինանսական առումով, թեկուզ եւ մարդուժի առումով։ Մենք դաշնակցությունը կոնե երբեք այդ խնդիրը չունեցավ այս հողի վրա, որովհետև ի վերջո դաշնակցությունը Սփյուռքյան համաշխարհային, այսինքն կազմակերպություն է եւ ընկերները կազմակերպության մեջ եղող ընկերները բոլորը մեկը մեկով այսպես կարող են հարցեր լուծել ու հարցեր կարգավորել։ Հիմա ես վստահ եմ, պիտի ասես պարտադիր իշխանության պիտի գաք, որ նոր անեք այդ ամեն ինչը։ Ոչ, բայց սա կարծես թե որոշակի կերպով հույս է ներշնչում արսենք կազմակերպության մնացած այսպես ցանցերին, որ իրենց գումարները գոնե ինչ որտեղ չի փոշի անում։ Պարզապես սա է խնդիրը։ Այլապես գիտես, մենք բոլորս էլ պատրաստ ենք այդ քայլին գնալու եւ բոլորս էլ քաչ գիտենք, որ քաղաքը պիտի դուրս գա այս իրավիճակից։ Հիմի ով ոնց կանի, դա նրանց խնդիրն է, բայց ես վստահ եմ կոնկրետ դաշնակցությունը ունի ծրագիր, ունի նպատակ, ունի ասելիք եւ այս ամեն ինչի հետ մեկտեղ շատ կարեւոր է խոսքի հետ մեկտեղ գործում է։ Եվ եզրափակելով մեր զրույցը, ես այս հարցն ուղղում եմ իմ բոլոր հյուրերին, սովորական շարքային քաղաքացին, ով այսօր ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ, որոնք ծառացած են իր առջև, ինչ կստանա, եթե ընտրի հույդային։
այլ կերպ ասած մտավորականներ, գաղափարախոսություն, իհարկե շատ լավ է հնչում այդ ամենը, բայց սովորական մակարդակում երբ մարդ բախվում է հանապազորյա հացի հայթայթման խնդրին, մեծ հաշվով իր համար մեկ է ով կլինի համայնքի ղեկավարման գործում։ Կարևորն այն է, որ հարցերը լուծում ստանան, ինչը այսօր առաջարկում Դաշնակցությունը Գյումրեցուն։ Դաշնակցությունը այս պահին Գյումրեցուն առաջարկում է հետևյալ միտքը, որը պիտի դառնա իրականություն շատ շուտով, վստահ աշխատատեղեր։ Հիմա սա մենք ոնց կանենք, ինչ ասենք միջոցներով կանենք, ինչ ձևի կանենք, սա կթողնենք հետագայում, որտեղ այս հիմի խոսելու բան չի։ Ամենակարևորը մենք միշտ ասել ենք, եթե մարդը, եթե Գյումրեցին ունենա աշխատատեղ, բայց ինքը քնի դրսում, Գյումրեցին դրան համաձայն է։ Մենք այսօր գնում ենք շատ կարևոր մի կետի, կոնկրետ ստեղծել քաղաքում, չեմ ասում, չգիտեմ ինչ կամ, բայց գոնե մի 5000 աշխատատեղ, եթե կարողանանք ստեղծել, որը իմիջիայլոց կա մեր ծրագրերի մեջ։ Դա շատ պատասխանատու հայտարարություն է այս պայմանությամբ։ Դրա համար ես չեմ ասում, որ հիմի սարկում ենք այս ամեն ինչ, այսինքն գալիս ենք դեպի դրան եւ կփորձենք ամեն կերպ օգնել այս ժողովրդին, քանի որ գիտենք, այսօր Գյումրիում էլ այդքան շատ մարդ չկա եւ այդքան մեծ քանակություն պետք է դրա համար հաշվարկ է արված եւ 5000 աշխատատեղ եթե մենք կարողանանք ստեղծել, Գյումրին նախարարչերտին կփորձի չարդակախտել։ Այսօր Արտագաղթը մեր ամնացավոտ տեղն է, որովհետև Արտագաղթը գոյացավ այդ հանապազորյա հացի պատճառով, ոչ մեկն էլ, ոչ մի ծնող էլ իր երեխային հաց ուզելուց հետո հաստատ քար չի տա։ Եվ մենք դրանցից մեկն ենք, մենք այս ժողովրդի ծնողն ենք, եթե ասենք պատերազմական իրավիճակներում դաշնակցականները գնում են մարդատաշտ եւ իրենք ամենալավն են եւ իրենք ամենափայլունն են, իրենք փառահեղ տղաներ են, ապրեն նրանք եւ այլն, հիմա եկել է պահը հասել է, որ այդ նույն ժողովուրդը իր այդ վերաբերմունքը պիտի ցույց տա այստեղ։ Այսինքն ինչ տեղի կունենա մարդատաշտում լավ է, մենք մսաղացի բերանը ենք շատ լավ է, թող կնան մեռնեն, հա, բայց երբ որ արդեն այստեղ պետք է որ պիտի ժողովուրդը ոտքի կանգնի եւ կա մեր թիգունքից մեզ հետ հավասար քայլի, այստեղ արդեն կհիշի, որ իր երեխան սոված է եւ ավելի լավ է 5000 10000 դրամը վերցնի եւ ուրիշի ձայնը տա, քան գնա այս տղեկի կողքին, ովքեր որ հենց իրա ու իր երեխայի գոնե ապագան գոնե որոշակի առումով կարողացան կանխել վատ կողմով էլի ասենք ապագայի։ Ես վստահ եմ, որ այն ամենը, ինչ դուք ներկայացրեցիք մեր եթերից, այն համարձակությունն ու հավակնությունները, որոնք ներկայացրեցիք, կարողանաք կյանքի կոչել, եթե ստանաք համապատասխան քվեներ, եւ կարծում եմ լավագույն տարբերակը ասացի դա գործով ապացուցելն է։ Այո, Սիմոն Զավարյանը ասում էր խոսքն առանց գործի մերյալ է։ Եթե ասել ենք, պիտի անենք։ Շնորհակալություն, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես հիշեցնեմ, որ տաղավարում իմ զրուցակիցը ՀՅԴ համամասնական ցուցակից Արա Նախշկարյանն էր։ Սա Հայակարծիք ծրագիրն է, կհանդիպենք։ Քո խոսքը համոզիչ է, ուրեմն տարակարծիքների խմբում արտահայտիր նաև քո կարծիքը։ Հայակարծիք, հյուրեր, թեժ քննարկումներ, կարծիքների մի ամբողջ բանակ։ Մեր եթերից լսելի կլինեն անգամ այն թեմաները, որոնց մասին չեն բարձրաձայնում։ Մի մոռացեք, որքան հայ, այնքան կարծիք։ Հայակարծիք, ռադիոյի եթերում։